Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Հայաստանն իր ամբողջ տարածքով գտնվում է երկրաշարժավտանգ գոտում։ Երկրաշարժը կանխատեսելու մասին մասնագետների կարծիքները տարբեր են։ Ոմանք ասում են, թե հնարավոր չէ կանխատեսել երկրաշարժը, ոմանք էլ թե հնարավոր է կանխագուշակել երկրաշարժը եւ նույնիսկ նրա մեծությունը, բայց ոչ ճշգրիտ ժամանակը։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25000 մարդ։ Հազարավորները հաշմանդամ դարձան, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան։ Պատմական տվյալները Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի բազմաթիվ վկայություններ են պարունակում։ Բնական աղետի դեմն առնելն իհարկե անհնար է, բայց հնարավոր է դրանից պաշտպանվել, ասում է սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության գործադիր տնօրեն Կիմ Բադալյանը։ Աշխատանքներ է տարվում բնակչության տարբեր խավերի հետ, սկսած փոքր երեխաներից, նախադպրոցական ուսումնական հաստատություններից մինչև հիմնարկ ձեռնարկություններ։ Ուրեմն աշխատանքները տարվում է պարբերաբար, համապատասխան կա շաբաթական, ամսական եւ եռամսյական գրաֆիկներ, որոնց միջոցով համապատասխան մասնագետները փոխակի դասընթացներ են տարում։ Այս օրերին ուրեմն մշակույթի կապանի մշակույթի պալատում բացվել է ճամբար, ուրեմն ամսի 9-ին, օգոստոսի 9-ին, այսինքն 3 մեր աշխատակիցները մասնակցել են այդ ճամբարի բացմանը եւ այնտեղ արդեն կա պայմանավորվածություն երեխաների բերելու մեր հիմնարկ, ցուցադրելու եւ մի քիչ էլ ինչու՞ չէ տեսական աշխատանքներ տանելու երեխաների հետ։ Աշխատանքները կրկնում են պարբերաբար են եւ կապված երկրաշարժի հետ, ընդհանրապես երկրաշարժի ազդեցությունը այնքան մեծ դեր չի տանում որպես ֆիզիկական երևույթ եւ աղետ։ Ինչքան մարդկանց պատրաստվածությունը, եթե մենք համեմատենք օրինակ զարգացած երկրների հետ, Ճապոնիայի, որտեղ հաճախակ են երկրաշարժերը, մենք կտեսնենք, որ մարդկային զոհերը այնքան քիչ են համեմատած նրանց ուժգնությանը, երկրաշարժի ուժգնության հետ, որովհետև նրանք նախապատրաստված են երևույթին։ Նոր կառուցվող շենք-շինությունների սեյսմակայունությունը եւս ապահովում է, ասում է նա։ Նոր կառուցվող բոլոր շենքերը ըստ շինարարական նորմաների կառուցում են սեյսմակայուն նորմերի համապատասխան, իսկ ինչ վերաբերում է նախորդ կառուցված եւ մանավանդ խորհրդային տարիներին իրականացված շինություններին մեր կողմից պատվերների եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքացիների դիմումների համաձայն կատարվում է շենքերի տեխնիկական զննում եւ տրվում է տեխնիկական եզրակացություն, թե տեխնիկական վիճակի եւ սեյսմակայունության աստիճանի վերաբերյալ։ Ընդհանրապես կա կառավարության որոշում, որ ցանկացած շենք-շինության մեջ կամ կողքից իրականացող իրականությունների համար պետք է տրվի տեխնիկական եզրակացություն համապատասխան լիազորված մարմնի կողմից։ Այսօր տարածաշրջանում համապատասխան լիցենզիա ունեցող մարմինը դա հարավային ծառայություն ՊՕԱԿ-ն է, սեյսմիկ պաշտպանության, այսինքն մենք եւ բարբերաբար իրականացնում ենք թե պատշգամբների կառուցման, բացվածքային տնտեսական եւ այլն, թե պատուհանների բացման եւ այլ աշխատանքների իրականացման համար։ Այս ամենը խոսում է այն մասին, որ դադարել ենք վախենալ երկրաշարժից, փոխարենը սովորում ենք հաշտ ապրել դրա հետ։ Միայն այդպես կկարողանանք խուսափել կորուստներից, համոզված է ոլորտի պատասխանատուն, իսկ երկրաշարժի առաջացման պատճառները ամենատարբեր են, բայց ոչ կլիմայական փոփոխությունները։ Երկրաշարժը ինքը երկրի ընդերքում կատարվող տեկտոնական շարժումներն են դրանք։ Ուսումնասիրությունները կատարվում են մեր կողմից, ծառայության բոլոր ցանցերի կողմից, անընդհատ ստուգվում է ստորգետնյա մակարդակը, նրանց մեջ պարունակվող քիմիական բաղադրությունը, այդ փոփոխությունները կարող են ազդել երկրաշարժի վրա, բայց ոչ երբեք կլիմայական փոփոխությունները։ Նրանք կարող են չնչին տոկոսային ազդեցություն ունենալ երկրաշարժի վրա։ Ամեն օր ստուգվում եւ ճշգրտվում են երկրակեղևի լիթոսֆերայում անընդհատ տեղի ունեցող երևույթները։ Երկրակեղևի մեջ, քանի որ կա մագմա, որը գտնվում է բարձր ջերմաստիճանի տակ,
ազդեցություններ են ունեմ տեկտոնական շարժումների ընթացքում երկրակեղևի բեկորային սալերի շարժման հետևանքով այնտեղ առաջանում են գազերի փոփոխություն, բացանում է գազերի տոկոսային հարաբերությունը, մասնավորապես ռադոն գազը եւ ջրերի մակարդակի փոփոխությունը։ Կոնկրետ մեր հանրային ծառայության պողակը ունի 2 ստորգետնյա սկվաժինաներ, հորատանցքեր, որոնց մեջ տեղադրված են հատուկ սարքեր եւ որոնցով ստուգում եւ քիմիական անալիզ են կատարում ստորգետնյա ջրերի փոփոխության հետ կապված տվյալները։ Ջրի տվյալները ստուգում են ամեն օր, թե քիմիական անալիզը եւ թե ջրի փոփոխությունը։ Ըստ այսօրվա տվյալների մեծ փոփոխություններ չկա։ Իդեպ օգոստոսի 1-ին հարևան Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, այն զգացվել է նաև Սյունիքում։ Օգոստոսի 1-ին տեղական ժամանակով ժամը 8:46-ին, Գրինվիչի ժամանակով 4:46-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Ադրբեջանի Հանրապետությունում երկրաշարժ 5 մագնիտուդով, որի էպիկենտրոնը գտնվում է Քյուրդամիր քաղաքից 4 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում։ Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատները քարտեզի վրա ուրեմն հյուսիսային լայնության 40.37 աստիճանն է եւ արևելյան երկայնության 48.13 աստիճանը։ Երկրաշարժի ուժգնությունը, ցանցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է մոտ 7 բալ, 7-ից 8 բալ, ուրեմն ստորգետնյա ցանցման ուժգնությունն է, դա խորությունը երկրաշարժի 10 կիլոմետր խորության վրա երկրաշարժը զգացվել են մի շարք մարզերում մեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, մասնավորապես Ստեփանակերտ քաղաքում 3-ից 4 բալ ուժգնությամբ, Հայաստանի Հանրապետությունում Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում եւ Երևան քաղաքում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Բնական աղետներից վախենալ պետք չէ, հարկավոր է սովորել դրանցից պաշտպանվել, ասում է Կիմ Բադալյանը։ Արդեն մի քանի օր է, ինչ կապանում է Հայաստանում ճանաչված եւ սիրված Գոշա շրջիկ կրկեսը։ Կապանի համար մեկ դպրոցի մարզադաշտում կրկեսի աշխատակիցներն այս օրերին նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, պատրաստվում են առաջիկա ներկայացմանը։ Երկրորդ օրն արդեն այստեղ ենք, Սյունիքի մարզում իհարկե արդեն 1 ամիս է, Վայքից սկսած այսպես Գորիսով հիմա վապանում ենք, երկրորդ օրն է ընդամենը։ Ու հանդիսատեսը այսինքն սպասում է երբ կրկեսը սկսել իր հյուրախաղերը։ Շրջիկ կրկեսը կարող է ընդունել 700-ից 800 հանդիսատես, մեր զրույցում ասաց շարժական կրկեսի տնօրեն Գևորգ Գևորգյանը, նույն ինքը Ծաղրածու Գոշան եւ ցույց տվեց քիչ այն կողմ գտնվող սարքավորումները, որոնք իմի բերելով կդառնան բեմ եւ հանդիսասրահ։ Մասա պրոֆեսիոնալ կրկես է ու տարբեր երկրներից հրավիրված դերասաններ են, կենթայիներով մեր կառույցի մեջ ներկայացումները կարող միայն տեղի ունենում, այո։ Ու ժողովուրդը գալիս է մեր մոտ, այսինքն ժողովուրդը գալիս է այստեղ, որպեսզի Երևան չգնա կամ չգիտեմ ուր չգնա, հիմա կրկեսը եկել է իհարկե Ղափան, առաջին անգամ։ Մանուկների ամենասիրելի տեղն է կրկեսը։ Այսօր մենք եկել ենք Կապանցի երեխաների դուռը եւ կարիք չկա, որ նրանք հասնեն Երևան, ասում է Գոշան։ Ծաղրածուն չի կարող երկար աշխատել, այսինքն հանդիսատեսի դիմաց, եթե իրեն չսիրեն։ Սա ոչ մի պաշտոնյա գործ չի, որ նստես կաբինետից ու դուրս չգաս։ Դու դուրս ես գալի, հանդիսատեսը իր ուրեմն վերաբերմունքն է ցույց տալիս։ Եթե դու հանդիսատեսը հասկացավ դու ծաղրածու ես, դու չես կարա 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ հազարավոր ելույթներ տաս։ Քանի որ մենք մոտավորապես 80 երկիր ենք պատտվել մեր կարիերայի ժամանակ, այսինքն այս ժամանակամիջոցում 30 տարի ակրկեսում ենք, ուրեմն մենք պահանջված ենք, մեզ սիրում են, երեխաներն էլ շատ հեռու են, այսինքն Երևանից, բայց իրենք էլ գիտեն, որ գոշակրկես կա, գոշածաղրածու կա։ Դրա համար մենք ոչ միայն չէ ուզում ես ուղղակի ինձ գովաբանել միշտ, ոչ միայն ծաղրածուն, այլև մնացած
բոլոր ժանրերը կրկեսային, զարմացնելու համար է, խիզախության համար է։ Ամեն մի կրկեսի դերասան երազում է կրկես կամ կրկեսային խումբ ունենալու մասին, դա նաև Գոշայի երազանքներ։ Սա մեր սեփականությունն է, այսինքն առողջը մենք ենք վարժեցրել, ոչ թե ինչ-որ հրավիրել ենք դերասան, այլ իմ աղջիկն է առողջի վարժեցնողը եւ այսպես ասած դերոտ իրականը ինքն է զբաղվում առողջով, իրանք են իրար սիրում։ Այսպես ունենք վարժեցած շներ, մեծ դալմատիններ, այս պստիկը իհարկե ինքը ամբողջ Եվրոպան անցել, ամբողջ աշխարհը Մալազիայից մինչև ուրեմն Իսպանիա ու ամենտեղ մեր հետ մենք վաղուց կրկեսում ենք մեր ընտանիքով մոտ 30 տարի արդեն գործունեություն ենք ծավալում, իսկ հիմա արդեն սեփական կրկես ունենք եւ ինչի՞ չէ Հայաստանում թող ունենա նոր մշակույթին առնչվի, սա նոր կուլտուրա է Հայաստանի համար, ամբողջ աշխարհում այսպեսի կրկեսներ են։ Խումբը ներկայացել է 4 համարով, կլինեն ծաղրածուներ, կենդանիներ։ Երկու շաբաթ է կրկեսը լինելու այստեղ, բայց ընդամենը 4 ներկայացել խաղանք։ Կիրակի օրը ժամը 4-ին եւ 7-ին եւ մյուս շաբաթ Կիրակի ժամը 6-ին։ Հյուսային մեծ Եվրազիա ծրագիր է կոչվում, այսինքն Եվրոպայից եւ Ասիայից դերասաններ, Ռուսաստանից, Ուկրաինայից ունենք, Ասիայից ունենք, դափնեկիրներ ունենք, ուրեմն չինական փառատոների ակրոբատիկայի ամենաբարդ ոսկե մեդալակիրներ ունենք, շատ հետաքրքիր ու զվարճալի ծրագիր է իր բարդությամբ, օդային, այսինքն համարներ, պարտերներ, այսինքն գետնի համարներ, իհարկե ծաղրացուներ այդ ամեն ինչը այսպես կփաթեթավորի եւ կհանձնի, այո, կմատուցի մեր հանդիսատեսին։ Խնդիրներ գրեթե չենք ունենում, ասում է Գևորգ Գրիգորյանը։ Բոլոր ադմինիստրատիվ, տեխնիկական եւ գեղարվեստական հարցերով ինքն է զբաղվում։ Այդպես է նաեւ Կապանում։ Նա հրավիրեց բոլոր երեխաներին դիտելու իրենց ներկայացումները։ Խնդիրներ չի լինում, մեզ ընկալում են շատ բաց, այսինքն առանց մտավախության, որովհետև սա արվեստ է, սա երեխաների, մեծահասակների համար է, զվարճացման օջախ է, ամեն ինչ ոչ մի խնդիրներ է, բոլորը մեզ աջակցում են եւ արագ, այսինքն այն հարցերը, որ պիտի լուծվի շատ մեկ շաբաթով մի ամսով, մեկ օրում մեր բոլոր պահանջները, մեր խնդիրները լուծում են, մենք երախտապարտ ենք մեր ազգից շատ հեշտ է, որովհետև այդպես բարի դրացիական մասը մեր ազգի մեջ կա, դրա համար խնդիրներ չունենք, ու հանդիսատեսը սիրում է մեզ, մի բան էլ ասեմ, որ մենք գնալուց ամեն մի մարզի, ամեն մի քաղաքից ասում են էլի մնացեք, քանի որ բայց գրաֆիկ կա, մենք պիտի տեղավորվենք այդ գրաֆիկի մեջ, հյուրախաղերի դրա համար չենք կարող, բայց ամենտեղ էլ գրկաբաց են ընդունում մեզ։ Շրջիկ կրկեսի դերասանները ոչ միայն Հայաստանից են, այլև Ռուսաստանից, Ուկրաինայից։ Ես հրավիրել եմ տարբեր դերասանների, որոնց հետ շատ առաջ ժամանակին բոլոր այդ խոհանոցում, քանի որ մենք աշխատում ենք, մեզ ճանաչում են, դրա համար մենք հրավիրում ենք, իրենք հաճույքով գալիս են որպես ընկերներ, գալիս են այստեղ, ուրեմն մշակութային փորձը տարբերելու, այսինքն հարամցնելու Հայաստանին, մենք հայ ժողովուրդը թող տեսնի տարբեր ազգերի ինչպես է զարգանում իրենց մտքերկեսը։ Մի քիչ կահում է իհարկե դրան ունի տարբեր ուրեմն օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ, պատերազմ եւ այլն, բայց մենք կհասնենք եւ կանցնենք ինձ թվում է, որտեղ հայ ազգը միշտ տաղանդավոր է ու ամենալավ ծաղրացուները աշխարհում միշտ հայերն են։ Կրկեսը ոչ թե արվեստ է, այլ ապրելաձև, գոնե ինձ համար, ասում է Գոշան, այն ավելի շատ նման է մարմնամարզության, եթե չունես սպորտային կոփվածություն, ուրեմն այս ճանապարհը քոնը չէ, ասաց նա։ Կրկեսը սինթեզված է, այսպես ասած, ֆիզիկական աշխատանքի, գիմնաստիկայի, սպորտի հետ։ Դրա համար արդեն ոչ թե միայն կերպարի մեջ պիտի մտնես, բայց ուզում եմ գնալ իմ շունիկը։ Ու կերպարի հետ մեկտեղ պիտի կարողանաս ֆիզիկական աշխատանքը, այդ վարժությունները չմոռանալ։ Դա շատ կարևոր է ու պիտի ստացվի, որպեսզի հանդիսատեսը չի ներում այսպեսի հասկացողություն։ Շուրջ 30 տարի է Գևորգ Գրիգորյանն աշխատում է պրոֆեսիոնալ բեմում։ Սկսել է բեմի բանվորից, հետո Մոսկվայում ավարտել կրկեսային դպրոցը, որտեղ էլ ստացել է մասնագետի որակավորում։ Սեփական կրկեսը ստեղծել է 2013 թվականին։ Նպատակս այն էր, որ Հայաստանում էլ լինի շրջիկ կրկես, անկախ նրանից կա քարե շենք, թե ոչ, ասաց ծաղրածու Գոշան։